Բարև ձեզ, սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթան ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից իր դասերը։ Թող Աստված օգնի մեզ, իր Սուրբ Հոգին մեզ տա, որպեսզի Սուրբ Հոգին սովորեցնի այն, ինչ որ Աստված է մեզ ուզում սովորեցնել, եւ որպեսզի ոչ միայն սովորենք, այլ Աստծո Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս Երեմիայի ասի մենք մի թեմա, որ կոչվում է հավատի դասերը Հեսուի գրքում, եւ արդեն հասել ենք 6-րդ դասին, որ կոչվում է ներքին թշնամի։ Եվ հիշելու համար է Երեմիա 17:10, ես Տերս փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ եւ իր արարքների արդյունքի համեմատ։ Այսօր ուսումնասիրել ենք Հեսուի 7-րդ գլուխը եւ 8-րդ գլուխը։ Հեսուի 7-րդ գլուխն առաջին դեպքն է, որտեղ ողբերգական փորձյան միջոցով Իսրայելի ժողովուրդը սովորեց ուխտի հեռահար, այսինքն ուխտի խախտելու հեռահար հետևանքների եւ դրա խոր նշանակությունը։ Մինչ ուխտի դրույթների ծանրվելը հաղթանակ էր ապահովում, ուխտի պայմանների անտեսումը պարտություն էր բերում։ Իսրայելի ռազմական հաջողությունը կախված էր ոչ թե նրանց թվաքանակից, մարտական ռազմավարությունից կամ խելացի մարտավարությունից, հին Իսրայելի մասն է խոսքը գնում, այլ աստվածային պատերազմողի ներկայությունից, այսինքն Աստծո ներկայությունից այդտեղ։ Խոստացված երկրի նվաճման ժամանակ հին Իսրայելը ստիպված էր սովորել այն բար դասը, որ ամենավտանգավոր թշնամին իրենց ճամբարից դուրս չէ, այլ իրենց շարքերում է։ Նրանց դեմ ծառացած ամենամեծ մարտահրավերը ոչ քանանի քաղաքների ամրացված պարիսպներն էին եւ ոչ քանանացիների առաջադեմ ռազմական տեխնոլոգիան, այլ Իսրայելի ճամբարում գտնվող անհատների տիրոջ հրահանգները գիտակցաբար անտեսելու համար կամքը։ Եվ մեր կյանքում էլ այդպես է։ Սպասելով մեր երկնային ժառանգությանը, մենք բախվում ենք նման մարտահրավերների, մինչ մենք խոստացված երկրի սահմանին ենք, մեր հավատարմությունը փորձվում է, եւ մենք կարող ենք հաղթել միայն Հիսուս Քրիստոսին հասնելու միջոցով։ Այսինքն, նայեք, խնդրեմը նրա, որ մենք չենք փրկվելու, որ չփրկվի, ոչ թե սատանան է լինելու, այլ հենց իրենց որոշումը, ինչպես այստեղ է գրած, Տիրոջ հրահանգները գիտակցաբար անտեսելու համար կամքը։ Սատանան մեզնից ուժեղ է, բայց Աստված սատանայից ուժեղ է։ Եվ մենք, եթե լսենք ուշադիր Աստծո հրահանգներին, եթե կամավոր խնդրենք Աստծուն հնազանդեցնել մեր կամքը իր կամքին, եթե իրենից հարցնենք, թե որ ճանապարհով գնանք, եւ ամեն մի դեպքում ինչպես վարվենք, ապա սատանան ոչինչ չի կարող անել։ Սատանան չի կարող խափանել մեր հաղթական երթը դեպի երկնային արքայություն, եթե մեր մեջ չլինի խնդրեմ։ Եթե մեր սիրտը փարավոնի սրտի պես կմահաճ է եւ ամբոստ եւ չի ուզում Աստուն լսել, խնդրեմը մեր մեջ, այլ ոչ թե այն, որ սատանան անհաղթահարելի է եւ այլն եւ այլն, ոչ, սատանան հաղթահարելի է, եւ Հիսուսը նրա խաչի վրա հաղթանակ է տարել նրա հանդեպ եւ մենք կարող ենք յուրացնել այդ հաղթանակը մեր կյանքում, եթե հետևենք Աստծո հրահանգներին։ Կարդանք Հեսուի 7-րդ գլխի սկզբի մասը, ուրեմն մենք գիտենք, որ երեքովը գրավվեց, Աստված հատուկ հրաշք գործեց, Աստծո հրեշտակները տապալեցին պատերը, բայց եւ Աստված ասեց, եւ ինչ որ այնտեղ կա, չպիտի վերցնեք, ոչ մի բան, ամեն ինչ պիտի ոչնչացնեք, անասունից սկսած, բոլոր ապրանքները, բոլոր մարդկանց եւ այլն եւ այլն, որտեղ նզովք էր, նզոված էր, նրանք գերագույն աստիճանի փչացած էին։
Բայց Իսրայելի որդիները հանցան գործեցին զովքի պատճառով, որտեղ Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդի որդի Քարմի որդի Աքարը առավ նզոված բաներից եւ Տիրոջ բաշխությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։ Թվում է թե Աքարն էր վերցրել, ինչ կապ ունեն այստեղ մյուսները, բայց կարդանք։ Հեսուն երեքովից մարդիկ ուղարկեց Գայի, որը մոտ է Բեթավանին, Բեթելի արևելյան կողմի եւ ասաց նրանց. բարձրացեք եւ հետախուզեք այդ երկիրը։ Այդ մարդիկ բարձրացան եւ հետախուզեցին Գայի։ Այսինքն սա երկրորդ քաղաքն էր, որ իրենք պիտի գրավեին Երիքովից հետո։ Վերադարձան Հեսուի մոտ եւ ասացին նրան. Մինչայլոս անառիկ լեռներում էր այդ Գայի քաղաքը եւ նորից պատերով շրջապատված։ Բայց գիտես ինչի, այս հետախույզները որոշեցին, որ շատ հեշտ կլինի գրավել այդ քաղաքը, որտեղ այնտեղ քիչ մարդիկ են բնակվում։ Ուրեմն հետախույզները ասացին, ուրեմն նայեք տեսեք տարբերությունը։ Առաջին դեպքում, Երիքովի դեպքում, Հեսուն խոստովանեց, հասկանում էր, որ ինքը հնարավորություն չունի հաղթելու եւ աղոթում էր ասում եւ ի պատասխան իր աղոթքին Աստված եկավ եւ ասեց, որ ինքը կօգնի, կտա այդ քաղաքը։ Հիմա առաջին հաղթանակից հետո նրանք դարձել են ինքնահավան եւ ինքնավստահ եւ արդեն այսպիսի բան է ասում է ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա, այսինքն թող բոլոր զորքը չգնա, միայն 2 կամ 3000-ի չափ մարդիկ բարձրանան եւ հարվածեն Գային, ամբողջ ժողովրդին մի հոգնեցրու այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են։ Տեսեք, մարդկային մտածելակերպը։ Այսինքն, քանի որ Գայում քիչ մարդիկ են բնակվում, նրանք կարծում են, որ հերիք է 3-4000 մարդ, որ գրավեն այդ քաղաքը, բայց իրականում այդպես չէր։ Եվ հետաքրքիր է Հեսունավուն փոխանակ հարցնի, արդեն երկրորդ անգամն է Հեսունավուն թերանում է հարցնել Աստծուց մի բան անելուց առաջ։ Առաջինը երբ որ Գաբաղոցիների հետ համաձայնագիր կնքեց, երկրորդ այս անգամ։ Այստեղ չի գրում, որ Հեսուն հարցրեց Աստծուն։ Նա առանց հարցելու ասում հավատաց էս հետախույզներին եւ ասում ժողովրդից մոտ 3000 մարդ բարձրացավ այնտեղ, այսինքն զորքից ընդամենը 3000 հոգի գնաց։ Բայց փախան Գայի մարդկանց արչևից, Գայի մարդիկ նրանցից մոտ 36 մարդու կոտորեցին եւ նրանց հալածեցին դարպասի արչևից մինչև Սեբարին ու Զարիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։ Հեսուն տապանակի առաջ պատրեց իր հագուստները, Երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո ինքը եւ Իսրայելի ղեկավարները եւ հող ցանեցին իրենց գլխի վրա։ Սա նրանք պիտի անեին նախորոք Գայի վրա հարձակվելը, այլ ոչ թե խայտառակ պարտությունից հետո։ Եթե իրենք նախորոք այն Աստծուն եւ ասեն ինչպես անենք, ինչպես որ Երիկովի դեպքում այս խայտառակ պարտությունը չէր լինի։ Հեսուն ասաց. «Ո Տեր, ինչու այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորացիների ձեռքը եւ կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում նայենք ու գոհրիմ էինք։ Աղաչում Տեր, ինչ ասեմ ես, երբ Իսրայելն իր թշնամիների առաջ իր թիկունքն է դարձրել, որտեղ քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները այդ լսելով կպաշարեն մեզ եւ մեր անուն ամբողջովին կջնջեն երկրի երեսից, այն ժամանակ ինչ պիտի անես քո մեծ անվան համար»։ Ուրեմն սկզբում թվում է, թե Հեսուն ավեն տրտնջում է, ինչպես իսրայելացիները, որ Մովսեսին ասում են ինչու հանեցիր մեզ Եգիպտոսից, որ բերես մեզ այստեղ սոված մեռնենք։ Բայց վերջին նախադասությունը ցույց է տալիս, որ Հեսուն ավեի հիմնական մտահոգությունը դա Աստծո պատիվն էր։ Նա մտածում էր Աստծո համբավի եւ պատվի մասին, որտեղ այս ամբողջի իմաստը ինչ որ կատարվում էր։ Ինքնանպատակը այն չէր, որ հեթանոսներին պետք է որոշացնել ոչ, այլ որպեսզի նրանց ցույց տալ,
որ իրենց հեթանոսական սուտ աստվածները սուտ է։ Եվ միակ ճշմարիտ աստվածն է ճիշտ։ Եվ ճշմարիտ աստված կարող է հաղթել այդ սուտ աստվածներին։ Բայց եթե նրանք պարտվում են, նշանակում է, որ իրենց աստվածներն ուժեղ, որտեղ հեթանոս մարդիկ այդպես էին համարում։ Երբ որ մի կողմը պարտվում էր, համարում են, որ իրենց աստվածները թույլ են, քան թե իրենց աստվածները։ Եվ կամ պարտվող կողմը վերցնում էր իրենց աստվածների սարը մտածելով, որ այդ մյուս աստվածները ավելի ուժեղ են, որտեղ հաղթանակ պարգևեցին իրենց ազգին։ Ուրեմն ամբողջ իմաստը սա էր, որ Աստված այդ ամեն ինչի միջոցով ցույց տալ, որ ինքն է ճշմարիտ Աստվածը, որ նրանք թողնեին իրենց սուտ աստվածներին, թողնեին հեթանոսությունը եւ դառնային ճշմարիտ Աստծուն։ Եվ Հեսուն էլ սա այստեղ դա է նշում։ Ասում է, եթե այսպես առաջ գնային, այսքան քո անունը խայտարակ կլինի, որտեղ մարդիկ լսել են, ամեն ինչ գիտեն, բայց հիմա հանգարց այսպիսի խայտարակ պարտություն։ Եվ Տերը Հեսուին ասաց, վեր կաց, ինչու ես այդպես ընկել երեսիդ վրա։ Իսրայելը մեղք գործեց, նրանք գժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց, նրանք վերցրել են նզովացից, գողացել են, սուտ խոսել եւ նաեւ դրել են իրենց կարասիների մեջ։ Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանել իրենց թշնամիների առաջ, նրանք թիկուն կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որտեղ նզովք են դարձել, այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովածը ձեր միջից չվերացնեք։ Վեր կաց սրբագործի ժողովրդին եւ ասաց. սրբագործվեք վաղվա համար, որտեղ Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. Ով Իսրայելի ձեր մեջ նզով կա, դու չես կարող կանել քո թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը չվերացնեք ձեր միջից։ Արավոտյան մոտեցեք ձեր ցեղերով, եւ որ ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, եւ որ ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, եւ որ տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով, ով որ նզովացով բռնվի, նա կրակով պիտի այրվի, ինքը եւ իր ամբողջ ունեցածը, որտեղ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անզգամություն է գործել Իսրայելի մեջ։ Ուրեմն այստեղ պարզ նշվում է, որ գայի բնակիչների կողմից Իսրայելի պարտության երկու հիմնական պատճառ կար։ Մեկը Աքավի մեղքը, մյուսը իսրայելացիների չափից ավելի ինքնավստահությունը սեփական ուժերի հանդեպ։ Վերջիններս հանգեցրին այն բանին, որ նրանք անտեսեցին Տիրոջ կամքը գայի դեմ հարձակումից առաջ եւ թերագնահատեցին թշնամու ուժը։ Գիտեք, սա պարտությունների ամենամեծ պատճառն է, երբ որ թերագնահատում ես թշնամու ուժը։ Եվ շատ մարդիկ չեն փրկվի հենց այդ պատճառով, որ իրենք թերագնահատում են սատանայի ուժը։ Ինչ ձևով են թերագնահատում։ Որ կարծում են, որ առանց Աստծո իրենք կարող են հաղթանակ տանել։ Առանց Աստծո իրենք կարող են հաղթանակ տանել իրենց մեղքերի վրա եւ հաղթել սատանայի այդ գայթակղությունները, փորձությունները։ Ոչ, այդպես չի լինում։ Եթե մենք մենակ ենք սատանայի առաջ, մենք անպայման կհաղթենք, որտեղ սատանան մեզնից ուժեղ է, ինքնազոր հրեշտակ է։ Բայց եթե մեր թիկունքում Աստված է կանած, եթե մեր առջևում Աստված է կանած, եթե մեր կողքերում Աստծո հրեշտակներն են պահապան, մենք կարող ենք հաղթել, որտեղ Աստված սատանայից ուժեղ է։ Ուրեմն պետք չէ թերագնահատել թշնամու ուժը։ Ուրեմն, թեև Աքարն էր մեղավոր նզով կխախտելու դավաճան արարքի մեջ, ողջ ազգը պատասխանատվություն է կրում եւ տառապում նրա արածի պատճառով։ Այսինքն թվում է, թե սա անարդարացի է, բայց դեռ չէր իմացվել, թե ինչն է պատճառը, թե ով էր արել դա։ Երբ որ իմացվեց, արդեն այդ նզովքը ոչնչացրեցին, այսինքն այդ ամեն ինչը շարունակեն կարդալ եւ այն ժամանակ պարզվեց ով էր մեղավորը։ Բայց սա ինչ է մեզ ցույց տալի, որ երբ որ թե ընտանիքում,
թե հասարակության մեջ կամ թե աշխարհում։ Նայեք, ամենափոքր բջիջը հասարակության դա ընտանիքն է, հետո ազգը, հետո ամբողջ աշխարհը, կամ քո շրջապատը, հետո ազգը, հետո ամբողջ աշխարհը։ Երբ որ դու ասում ես ես կապրեմ ոնց որ ուզում եմ, ոչ մի իմ ընտանիքի ոչ մի անդամներին չի վերաբերվում իմ ապրելակերպը, դա արդեն սխալ է։ Իհարկե վերաբերվում է։ Եթե դուք ապրում եք մի տան մեջ, իհարկե վերաբերվում է։ Եթե դու գնում ես միտեղ ոչ թե մարդկանց օգնելու, այլ վատ շրջապատի մեջ անցկացնելու եւ ուշ գալիս ես տուն եւ արթնացնում ես, ասենք թե քո արդեն հասակով, կարող է տատիկ լինի տունը, պապիկ լինի, մայր, հայր, որոնք մյուս օր պիտի գնան գործի, անհանգստացնում ես նրանց, խայտարակություն ես բերում եւ քո վրա, եւ ընտանիքի վրա, այսինքն տառապում է ամբողջ ընտանիքը, եթե մեկը իրեն նորմալ չի պահում, ընկնում է բանտ, կամ ոստիկաններն են բռնում, կամ առողջությունն է իր քայքայում, ասենք թե թմրանյութ է ընդունում, շատ կարևոր է, թե ամեն մի անդամ ընտանիքի ոնց է իրեն պահում, որտեղ դրանից է կախված ընտանիքի բարեկեցությունը, նույն ձևի քաղաքի կամ գյուղի բարեկեցությունը կախված է ամեն մի ընտանիքի բարեկեցությունից եւ վարվելակերպից։ Եվ նույն ձևի ազգի բարեկեցությունը կախված է ամեն անհատի բարեկեցությունից ու վարվելակերպից, եւ աշխարհի բարեկեցությունը կախված է ամեն մի ազգի, ամեն մի երկրի վարվելաձևից։ Կան երկրներ, որոնք պրոբլեմ են առաջացնում, կռիվ են սարքում եւ ուրիշ երկրներ են ներքաշում այդ կռվի մեջ եւ անմեղ մարդիկ են մեռնում։ Այսինքն այդպես չի, որ ես ոնց ուզենամ կապրեմ, իմ կյանքն է, ինչ կուզենամ կանեմ, ոչ։ Եթե դու քո կյանքով գիտակցաբար մեղ գործելով քո շրջապատում տարածում ես չարություն եւ մյուսներն էլ վարակվում են այդ չարությամբ եւ չար մարդիկ շատանում են հասարակության մեջ, ինչ է լինում, վերջի վերջո պատիժն է դրա հասնում։ Դրա համար շատ կարևոր է ամեն ինչ կանեցնել իր սկզբում, դրա համար Աստված այս հարցը բարձրացրեց։ Տեսեք, Աստված չի ասում, դե ոչինչ, հիմա միած շորա դեսը դենա։ Չէ, Աստված ասում է պետք է նզովքը վերացնել։ Ուրեմն, ակհարներ մեղավոր եւ Եհովայի Իսրայելի միջև կնքված ուխտը մարդկանց ներգրավում էր ինչպես անհատական, այնպես էլ հավաքական մակարդակներում, ուխտի լույսի ներքո Իսրայելը դիտվում է որպես Աստծո ընտրյալ ազգի անբաժանելի միություն, հետևաբար նրա անդամներից մեկի կամ նույնիսկ որոշների մեղք է հարուցում ուխտի ողջ համայնքի վրա, ինչպես Տերն ասաց, Իսրայելը մեղք գործեց, նրանք դժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Շարունակենք կարդալ 7-րդ գլուխը 16 համարից։ Եվ Հեսուն վաղարավության վեր կացավ, Իսրայելին մոտեցրեց իր ցեղերով եւ Հուդայի ցեղը ցույց տրվեց։ Այսինքն Հեսուն հասկացավ իր սխալը եւ փորձում էր ուղղել։ Հեսուն չմոստացավ Աստծո դեմ, չասեց, դե լավ, մի կտոր համար ես ինչ պատմություն ես սարքում, խայտարակ արեցիր քո անունը մեր անունը, չէ, ամեն ինչ շատ լուրջ է։ Եվ Հեսուն ասեց, ինչ որ Աստված արեց, ինչ որ Աստված ասեց։ Տեսեք, հավատացող եւ անհավատ մարդու տարբերությունը սա է։ Չի նշանակում, որ հավատացյալ մարդը սխալ չի անում, մեղք չի գործում, անում է։ Բայց հետո երբ որ Աստված նրան հանդիմանում է, նա հասկանում է եւ ուղղում է իր սխալը։ Ինչպես օրինակ Դավիթը։ Բայց
Այն ինքնավստահ գորոզ մարդը, ինչպես Սավուղը, նույնը կատարվեց, Սավուղը վերցրեց նզովածը, բայց չապաշխարեց, այլ արդարացավ։ Ասես ախ շատ լավն էի, վերցրեցի, որ Աստծուն նվիրեմ, բայց Աստված ասել էր դա նզովածը պետք չի։ Այսինքն սխալ կարող ես անել, բայց հետո պետք է Աստծո հանդիմանությունից հետո շտկել սխալը։ Եվ Հեսուն դա արեց։ Նա մոտեցրեց Հուդայի ազգատողմերը եւ ցույց տրվեց Զարայի ազգատողմը, հետո ցույց տրվեց Զաբդին այդ ազգատողմում, մոտեցրեց նրա տուն իր տղամարդկանցով, հետաքրքիր որ մենակ տղամարդիկ էին մոտենում։ Տեսեք, ասում է մոտեցրեց Զարայի տոհմն իր տղամարդկանցով եւ ցույց տրվեց Զաբդին, մոտեցրեց նրա տուն իր տղամարդկանցով եւ ցույց տրվեց Զարայի որդի Զաբդի, որդի Քարնի, որդի Աքարը Հուդայի ցեղից։ Ինչու միայն տղամարդկանց, որտեղ հիմնականում տղամարդիկ են պատասխանատու այն ամբողջ մեղքերի, խնդիրների համար, որ իրենց ընտանիքում, իրենց ցեղում գոյություն ունի։ Պատասխանատվությունը տղամարդկանց ուսերին է։ Իրանք են ուժեղ սեռը եւ իրանք են պատասխանատու ամեն մի հարցի համար, որտեղ իրենք են համարվում ղեկավարը եւ ղեկավարն այդ շատերը տղամարդ են։ Ցավոք ոչ բարով։ Այսինքն ուզում եմ ասեմ, չեն հասկանում հիմիկվա տղամարդիկ պատասխանատվությունը, այլ ազատորեն թույլ են տալիս մարդկանց մեղքի մեջ ապրել եւ իրանք էլ են մեղքի մեջ ապրում, ամեն ինչ փչացել է եւ ամեն ինչ ծուղ է գնում այս աշխարհում։ Ուրեմն Հեսուն Աքարին ասաց. Որքյակ եմ, հիմա փառքուտ Իսրայելի Տերասուն, խոստովաներ իրան եւ հայտնի իսկ արածը մի ծածկիր ինձանից։ Աքարը պատասխանեց Հեսուին ասելով. Իրավի ես մեղ գործից Իսրայելի Տերասու դեմ եւ այս բաներն արեցի, թվում է թե ապաշխարում է, բայց ոչ, չի ապաշխարում այստեղ, ուղղակի փաստն է ասում։ Ավարի մեջ տեսասենարի մի գեղեցիկ վերարկու, տեսեք։ Այս մարդը տեսա, որ իր պատճառով ինչեր կատարվեց։ 36 հոգի մեռավ, խայտարակություն եւ այլն, Աստծո անունով խայտարակվեց։ Բայց նա դարձյալ այդ զգեստը կոչում է գեղեցիկ։ Գիտեք, երբ որ մի իր ինձ բաժանում է փրկությունից, երկնային արքայությունից, ինչքան էլ իբր թե գեղեցիկ լինի, այդ իրը իմ աչքի գրողը կդառնա, որտեղ այդ իրի նյութի պատճառով ես զրկվում եմ հավիտյան ապրելուց իմ Տիրոջ հետ։ Բայց այս մարդը հենց այս բառը ցույց է տալիս, որ այս մարդը ոչ ներողություն է խնդրում, ոչ բան, ասում է սցենարի մի գեղեցիկ վերարկու 200 սիկղ արծաթ։ Ուրիշ թարգմանություն այնպես է գրած, որ այս զգեստը արժեր 200 սիկղ արծաթ, այսինքն շատ լավ հարուստ մարդ էր Աքարը եւ շատ լավ գիտեր գները, թե ինչ գնի հագուստա եւ ինչա։ Եվ Հիսուսի կծանության մի ձուլակտոր ոսկի ցանկանալով վերցրի դրանք, դուրս եկան։ Եվ ահա դրանք թաքցված են հողի տակին վրանում, իսկ արծաթը դրա տակ է։ Այսինքն ինչ էր Աքարի խնդրեմը, ինքը կարիք չուներ հագուստ, ինքը շատ հարուստ էր։ Նրա անչափահասությունը, նրա ագահությունը, նրա նյութապաշտությունը եւ նյութապաշտությունը մարդուն հասցնում է ծաղրական վիճակի աբսուրդի է հասնում։ Դու վերցրել ես այդ հագուստը, այդ ամեն ինչը եւ թաղել ես հողի մեջ։ Դուսքի չես էլ հագնում։ Այսինքն եւ կան մարդիկ, որ փող են աշխատում, բայց չեն ուզում ծախսել, կամ ոսկեղեն են հավաքում, դնում են, իրանք շատ աղքատ ապրում են, բայց այդ ոսկեղենը պատվանում պահում են, չէ։ Նկուղում պահում են, կան այդպիսի պատմվածքներ։ Այսինքն նյութապաշտությունը մարդուն հասնում է, ցնորված է դառնում մարդ, ցնդած, այսինքն իմաստը։ Գիտեք ինչու էր Հեսուն այդպես, Աքարը այդպես, որտեղ փոքր ժամանակվանից
երեխան պիտի սահմանափակումներ ունենա։ Երբ որ երեխան ասում է, ես ինչ ուզում եմ տալիս են, ինչ ուզում եմ տալիս են, ինքը հասկանում է, որ ինչ որ ուզում է, պիտի ստանա։ Չի ասում էդի լավի համար, վատի համար, չէ, ուզում է, պիտի ստանա։ Եվ հիմիկվա այս դարի խնդրեմը հենց դրանումն է, որ մարդիկ ինչ ուզում են, նյութական ստանում են։ Եվ դրա համար էլ այդպես փչացել են եւ այդպիսի վիճակ է հիմա երկրի վրա եւ միայն իրանց ուզածն են ուզում անել։ Եվ ասում է Հեսուն պատգամաբերներ ուղարկեց, որոնք վազեցին դեպի վրանը եւ ահա այդ ամենը պահված էր վրանի մեջ, իսկ արծաթը դրա տակ էր։ Նրանք հանեցին դրանք վրանի միջից, բերեցին Հեսուի եւ Իսրայելի բոլոր որդիների մոտ եւ դրեցին Տիրոջ առաջ։ Հեսուն եւ նրա այդ բոլոր իսրայելցիները վերցրին Զարայի որդի Աքարին այդ արծաթը, վերարկուն ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա աչարները, էշերը, ոչխարները, վրանը եւ այն ամենը, ինչ նա ուներ, եւ դրանք դուրս հանեցին Աքորի ձոր։ Այսինքն, երբ որ դու նզովածը վերցնում ես, արդեն ավտոմատաբար քո ամբողջ ունեցվածքը նզոված է դառնում։ Տեսնում եք ինչ հարուստ մարդ էր։ Ամեն ինչ ուներ։ Հեսուն ասաց, ինչու դու մեզ փորձանքի մեջ գցեցիր, Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցին նրան, քարկոծելուց հետո ամբողջ կերակով այրեցին եւ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչեւ այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից, այդ պատճառով այնտեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչեւ այսօր։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ վերջապես բացահայտվեց, թե ով էր մեղավոր։ Մեղսագործին բացահայտելուց բացի նախաքննության ընթացքում նաև պարզվեց, թե ովքեր են անմեղ։ Սահմանամասն իրավական ընթացակարգի նույնքան կարևոր կողմ էր, որտեղ Աստված ինքը հանդես էր գալիս որպես Աքարի գաղտնի արարքների վկա։ Ուրեմն հիմա կհարցնենք, ասեն լավ, այդ մարդն էր արել, բայց ինչի իր որդիները, աղջիկները եւ այլն կինը։ Գիտեք, որովհետեւ նրանք էլ իմացել են եւ թաքցրել են։ Ուրեմն դրա համար նայեք, Աստված միանգամից չի ասում, գիտեք, դա Աքարն է։ Աստված գիտեր, որ դեր թաքցրել, ինչ էր արել, կարասել գնացեք, բացեք, Հեսուն ասեք։ Բայց Աստված ինչի երկարացրեց այդ ընթացակարգը, որպեսզի Հեսուն, Աքարը ապաշխարի, ժամանակը երկարացրեց, ժամանակ տվեց, այսինքն այդ ամբողջ ընթացակարգի ժամանակ Աստված ցույց տվեց եւ իր արդարությունը եւ իր շնորհը, ինքը բացատրեց պարտության պատճառը եւ ժամանակ տվեց ընթացակարգի հայտարարության եւ դրա կիրառման միջև, ինչ Աքարին ժամանակ է տալիս խորհելու, ապաշխարելու եւ մեղքը խոստովանելու։ Նմանապես նրա ընտանիքը, եթե նրանք գիտեն, թե ինչ է տեղ ունեցել, հնարավորություն ունի որոշելու արդյոք ցանկանում է մասնակցել թաքցնելու գործընթացին, թե հրաժարվել մեղսակից լինելուց, ինչպես կորխի որդիները, որ խուսափեցին կործանումից, հրաժարվելով իրենց հորը կողմը կանեցնել։ Թվեր 26-11 ասում է, որ կորխի երկու որդիները թե ինչքան իրանք չմահացան, որտեղ իրանք կորխին չէին օժանդակում։ Եվ այսքան մեղքին չէին մասնակցել կորխի։ Այսօր էլ գիտեք, մարդիկ կան, որ իրենց ունեցվածքը կարելի է համարել նզովված, ինչու, որտեղ իրենք ուրիշների դժբախտության հաշվին փող են կուտակում, հարստություն են հավաքում եւ իրենց կանայք երեխաներն են լավ գիտեն, թե իրանց փողը ոնց է լինում ուրիշների արցունքների եւ դժբախտության շնորհիվ, բայց սիրելով նյութը դուրները գալիս է, որ իրանք հարուստ են, կինն էլ է լռում, երեխեքն են լռում, չեն ասում, մենք չենք ուզում էսի նզոված բանա, որտեղ ուրիշների արցունքի դժբախտության իման վրա է։ Չէ,
Այսինքն նրանք հավասար մեղսակից են դառնում իրենց հորը եւ իրենց կինը իր ամուսնու արարքներին։ Թող կանայք չասեն, ես չգիտեի ինքը ոնց է, ինքը ինչ չի ասել։ Գիտեք, դուք մարդ եք, կին լինելով հանդերձ, եւ ձեր բարոյական իրավունքը եւ անհրաժեշտությունն է, որպեսզի դուք իմանաք, թե այն փողը, որ մտնում է ձեր տուն, այն ուտելիքը որտեղից է գալի, արդյոք մաքուր է, թե կեղտոտ է, թե ուրիշների արյունը կա դրա վրա։ Դուք այդպեսով չեք արդարանա։ Գիտեք, շատերը ասում են, դե Աստծո շուն գրած է, մարդը ինչ անում է, հնազանդվի։ Իսի բան գրած չի Աստծո շուն, երբ որ Տիրոջով է գործում քո մարդը, Տիրոջով ամուսնու հնազանդվի, այլ ոչ թե իր մեղքերին մասնակցի եւ քո պարտականությունը մեջտեղից տար, ասա, ես չգիտեի, այդպես չեք արդարանա Աստծո առաջ, լավ է գիտեք, ուղղակի ցույց եք տալի, իբր թե չգիտեք։ Ուրեմն մեղքը լինում է ոչ միայն տան գլխինը, այլ նաև ընտանիքի անդամներինը։ Եթե նրանք էլ նույն ձևի նյութապաշտ ու անարդար մարդիկ են։ Ուրեմն հետաքրքիր այն է, որ Հեսուն աքարին այսպես է դիմում, որդյակին։ Այս արտահայտությունը ցույց է տալիս ոչ միայն Հեսուի տարիքը եւ առաջնորդի դերը, այլև բացահայտում է այն հոգին, որով այս մեծ պատերազմողն արդարություն է փնտրում։ Գիտեք ինչ, մի բան էլ ավելացնեմ։ Շատ կանայք հենց իրենք են դրդում իրենց ամուսներին կեղտոտ գործերի։ Դե ասում ես եմ ուզում, ես եմ ուզում, սենց եմ ուզում, սենց բան հագնում, բռնում, չգիտեմ ինչ անում, սենց ավտոյա քշում, ես էլ եմ ուզում։ Մարդն էլ գնում է անօրինական գործողություններ անում, որ եւ այդ դա տղամարդկություն չի։ Պիտի կնոջը ասի, որ քո ախորժակը մի քիչ փոքրացրա։ Եվ ասի, որ ես Աստծուն ավելի շատ եմ սիրում, ես չեմ գնա անօրինական բան անեմ, որպեսզի բերեմ քո մեծ ախորժակը բավարարեմ։ Ախորժակը իրերի հանդեպ։ Իհարկե, տղամարդու պարտականություն է ապահովել հանապազորի հացը, հագուստը եւ տունը եւ այլն եւ այլն։ Խոսքը գնում է չափազանցությունների մասին։ Ուրեմն այս որդյակին, որ ասում է Հեսուն, ցույց է տալիս, որ ինքը ունի այն հոգին, որ ուներ Հիսուսը, Հիսուս Քրիստոսը։ Նրա սիրտը կարեկցանքով էր լի աքարի հանդեպ, թեև նա կանչված էր դատաստան իրականացնելու մեղսագործի նկատմամբ։ Իր վերաբերմունքով Հեսուն կրկին նախանշում է նրա ազգայնությունը, բարությունը եւ սերը, այսինքն նրա Հիսուսի, ինչպես White-ը գրում է դա իր փափագում մեջ 353 Հիսուսի մասին, Հիսուս Քրիստոսի մասին, երբեք կոպիտ չէր լինում, երբեք ավելորդ սուր խոսք չէր ասում կամ վիրավորող խոսք նկատի ունի, ու երբեք ոչ թե ավելորդ, այլ անտեղի, այստեղ պետք է լինի անտեղի ավելորդի տեղը, ու երբեք անտեղի ցավ չէր պատճառում զգայուն հոգում։ Նա Հիսուսը համարձակ հանդիպանում էր կեղծավորություն, անհավատություն ու անօրինությունը, բայց խստորեն կշտամբելիս նրա աչքերում արցունքներ էին երևում։ Ուրեմն ինչպես կարդացինք, Հեսուն աքարին հորդորում է Աստծուն փառք տալ եւ ապաշխարել եւ խոստովանել իր մեղքը։ Ցավոք, աստվածաշյան տեքստը ոչ մի ցուցում չի տալիս, որ աքարն իրական ապաշխարության որևէ նշան ցույց տվեց,
Նա հույս ուներ, որ մինչև վերջ թաքնված կմնա, նրա ամբողջ վերաբերմունքը որակում էր նրա որպես ամբարտավան հանցագործ, որի համար Մովսեսի օրենքի համաձայն քավություն չկար։ Աքարի խոսքերը հիշացնում են Ադամի ու Եվայի անկումը։ Եվան նույն խոսքերն է օգտագործում, այսինքն ծննդոց գրքում նույն խոսքերն են, նույն բայերն են օգտագործում, ինչ որ այս դեպքում։ Եվան տեսավ Ռա բառը, որ ծառը ցանկալի է, խամատ բառը նայելու համար, եւ ի վերջո վերցրեց դրա պտղից լաքախ բառն է։ Նույնը օգտագործում են վերցրեց ու կերավ։ Նույն այս բառերը օգտագործում է աքարը իր խոստովանության մեջ։ Ասում է, որ ավարի մեջ տեսա Ռա մի գեղեցիկ սցենարի վերարկու 200 սիկլ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկե, այնուհետեւ ցանկացա խամատ վերցնել դրանք, վերցնել լաքախ։ Այսինքն տեսա, ցանկացա, վերցրեցի։ Սա մեղքի հիմնական պատճառներն է, երբ որ մարդ փոքր վախվային սորել է, ինչ որ տեսնում է իրաննա, դիվեցնի։ Ինչպես Ադամի ու Եվայի դեպքում աքարի ընտրությունը բացահայտում է, որ ագահության մեղքը անհավատության մեղք է։ Այն կասկածի տեղիք է տալիս, թե Աստված լավագույնը չի ցանկանում իր արարածների համար եւ նրանցից որոշ բացառիկ հաճույքներ է թաքցնում, որոնք միայն աստվածության տիրույթին են հասանելի։ Այսինքն Եվան սոված չէր, որ այդ պտուղը կերավ, շատ կուշտ էր, և այս մարդն էլ տկլոր չէր, որ այդ շորը վերցրեց, շատ հագուստներ ուներ, հարուստ էր, տեսնում եք ինչումն է բանը, հնչակախծություն, ագահություն, բացի մարդկային սկզբնական անկման ակնարկից, ուրեմն թող սա դաս լինի մեզ համար, որ մենք չնմանվենք ոչ Եվային, ոչ էլ աքարին, չլինենք հնչակախծ, ամեն ինչ չէ, որ մեր դուրը գալիս է լավն է, պիտի մի քիչ մտածենք, և հետո, երբ որ մեղավորը իր պատիժը ստանում է, և մյուսներն էլ արդարանում են, Աստված նզովքը վերցնում է, և արդեն Աստված ծրագիր է ասում Հեսուին, թե ոնց գրավեն գայը, որ իրենց թվում էր, թե այնքան հեշտ է գրավել գայը, ոչ, Աստված հատուկ ծրագիր իրենց առաջարկեց, Հեսուն դա իր հանճարով չմտածեց, դա Աստծո հանճարն էր, Աստված իրենց առաջարկեց, եթե կարդաք Հեսու գլուխ, ուղղակի երկար ժամանակ չկա, որ երկու մասի բաժանի զորքը, մի մասը գնա գիշերը թաքնվի հետևում, մյուսը գնա ցույց տա, ձևանա, երբ ուզում է գրավել, և հետո նրանք դուրս կգան, սրանք պետք է ձևացնեն, որ փախնում են, և սրանք գնալու են նրա տեղից, իսկ այն հետևում թաքցվածները մտնելու են քաղաք և վառելու են։ Այսինքն դա Աստծո ծրագիրն էր։ Եթե հենց սկզբից Հեսուն հարցներ Աստծուց, Աստված կպատասխաներ։ Եվ Աստված սկզբից տեղյակ կպահեր, որ մեղք կա ձեր մեջ, այդ մեղքը հեռացրեք նոր։ Ուրեմն եկեղեցու ղեկավարներ եւ երկրի ղեկավարներ շատ բան ունեն սովորելու Հեսուի հավատարմությունից, որ երբ որ մեղքը կա, պետք է վերացնել։ Եվ բայց ցավոք շատ եկեղեցու ղեկավարներ եւ նաեւ երկրի ղեկավարներ, որ պատասխանատու են հանցագործությունների պատժի համար, չեն կատարում, ինչի հարուստները խոշորով գողանում են եւ ազատ ֆրֆռում են, բայց եթե մի փոքր երեխա կամ մեծ սոված, մեկը սոված, մի կտոր հաց գողանա կտանեն, կդատեն։ Նույնը կատարում է եկեղեցում, երբ որ մեղքը կա, աղքատը հանգարց մի հատ փճուր սխալանի
Անմիջապես տեսնում են, կանչում են, նկատողություն են տալի, հետո եթե պետք լինի հանում են եկեղեցուց, բայց երբ որ հարուստ մարդը մեղք է գործում, խոշոր մեղք, ճիշտ է, մեղքի մեջ տարբերություն չկա, բայց չեն ասում ոչ բան ինչի, որտեղ եկամուտ կա հարուստից, մեծ տասանորդ է տալի, բայց դա ճիշտ չի, մեղքը պիտի պատժվի, դրա համար եկեղեցին հաջողություն չունի, որտեղ մարդիկ բացահայտ մեղք են գործում և եկեղեցին լռում է, ղեկավարը լռում է, բան չի ասում, ասում է օքեյ է, և երբ որ Աստծո դատաստանի առաջ կանեն, այս եկեղեցու ղեկավարն է պատասխան տալու Աստծո առաջ այս մարդու մեղքի համար և այդ մարդն էլ իհարկե, որտեղ եկեղեցու ղեկավարը հնարավորություն ուներ շտկելու այդ մարդու, փրկելու այդ մարդու սխալ ճանապարհով գնալուց, բայց չարեց։ Նույնը վերաբերում է բոլոր օրենսդիր և օրենքը կատարող պետության մարմիններին, պետական մարմիններին, որ իրենք պատասխան են տալու հանցագործությունները փակելու համար և հանցագործներին չդատելու համար և այդպիսով բարձի թող է լինում և ով ինչ ուզում անում է և հանցանքը տարածվում է և փչացածությունը տարածվում է ազգի և հասարակության մեջ, բոլորն էլ պատասխան են տալու ուշ թե վաղ Աստծո առաջ։ Եվ ուրեմն թող Հեսուն Ավեն օրինակ լինի, թե պետական այրերի համար, թե հոգևոր այրերի համար։ Ուրեմն Աստված դրանից հետո ասում է այս ծրագիրը և այդ ծրագրով իրենք հաղթանակ են շնորհում և բայց նորից ասում է երբ որ Հեսուն բարձրացրեց իր սուրը այդ նշանակում էր որ Աստված հաղթանակ տվեց, այսինքն նորից այդ ծրագրից կախված չէր, ծրագրի իրականացումը կախված էր Աստծուց, մինչև որ այս մարդիկ վազեցին նրա հետևից, նրանց հետևից որ իբր թե փախնում էին, անորոշ էր թե ով պիտի պարտվի կամ հաղթի, բայց երբ որ նրանք իրոք Աստված այնպես արեց, որ իրենք վազեն դրանց հետևից և նրանք գնացին ու մտան վառեցին, այսինքն այդ ժամանակ արդեն Աստված ինքը ընդգծեց, որ ես տալիս եմ գային ձեզ, ճիշտ է, էլի իմ ծրագրով եք անում, բայց միևնույն է, Աստծո գործոնը ամենակարևորն է, եթե Աստված չդասավ, այսինքն կարող են և չգնալ սրանց հետևից մնային ու բա այնտեղ չդնեին և էլի իրանք չէին կարողանա գրավել գայը, այսինքն ամեն ինչ Աստծո ձեռքերում է, դրա համար շատ մեծ դաս կա այստեղ, որ ինչ քայլ անում ենք մեր կյանքում, ինչ որ ծրագրում ենք, պետք է բերենք Աստծո առաջ, պետք է ասենք Տեր ջան, էսի մեր ծրագիրն է, բայց որն է քո ծրագիրը, խնդրում եմ ասա մեզ։ Հեսուն Ավեն երկու անգամից սովորեց իր սխալը, որ պետք է անպայման միշտ Աստծո հետ խորհրդակցի, Աստծո ծրագիրի իմանա, հետո նոր գործի։ Եվ Աստված է, որ մենք էլ սովորենք մեր սխալներից եւ սովորենք վստահել ոչ թե մեզ, այլ Աստծուն, որտեղ մենք սահմանափակ մարդիկ ենք, մենք չգիտենք աճ գնանք ինչ կլինի, ձախ գնանք ինչ կլինի, բայց Աստված գիտի։ Եվ դրա համար մենք Աստծուց պիտի հարցնենք ամեն ինչ ձեռնարկելուց առաջ։ Եվ Աստծուն խնդրենք, որ օրհնի մեր ձեռնարկը, եթե իհարկե մեր եւ ուրիշների բարիքի համար, այլ ոչ թե մեր բարիքի համար, ուրիշի չարիքի համար։ Դա վերջի վերջո կվերածվի նաեւ չարիքի մեր համար, հիշենք սա։ Ասում է փոսփորողը ինքն է փոսանքնում։ Մարտի վճռական պահատեղ է ունենում, երբ գայի մարդիկ հեռանում են քաղաքից և սկսում են հետապնդել իսրայելցիներին։ Ուրեմն, այս անգամ, այսինքն այս մարտում, չկա Աստծո տեսաների հրաշագործ միջամտությունը, ինչպես այն ժամանակ պատերը քանդեց,
Սակայն գայի նկատմամբ հաղթանակը ոչ պակաս աստվածային աջակցություն է ստանում, քան առաջին սերնդի եգիպտացիների նկատմամբ կամ Երիքովի նկատմամբ վերջերս տարած հաղթանակները։ Հաջողության բանալին Հեսուի հավատն է Տիրոջ խոսքի հանդեպ եւ նրան սասան հնազանդությունը։ Այս պատմության մեջ ի հայտ եկող սկզբունքը այսօր էլ գործում է Աստծո ժողովրդի համար, որտեղ էլ նրանք ապրեն եւ ինչ դժվարություններ էլ որ կրեն։ Ուրեմն մենք ամեն հարցը պիտի վստահենք Աստծուն, ամեն հարցը։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի Նահապետների և Մարգարեների գրքից, էջ 496-498 Մահացու այն մեղքի հիմքում, որ աքարի կորստյան պատճառը դարձավ, ագահությունն էր, ամենատարածվածը և ամենաթեթև համարվողը բոլոր մեղքերից։ Մարդիկ դա թեթև մեղք են համարում։ Աքարը խոստովանեց իր հանցանքը, բայց միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ էր իրեն օգնելու համար։ Նա տեսել էր Իսրայելի զորքերին գայից վերադառնելիս պարտված ու հուսահատ, սակայն չէր փորձել խոստովանել իր մեղքը։ Նա տեսել էր Հեսուին և Իսրայելի ծերերին, երբ նրանք գետնին էին ընկել մի այնպիսի վշտի մեջ, որ խոսքերով անհնար է նկարագրել, եթե նա այն ժամանակ խոստովաներ, կարող էր ինչ-որ չափով վկայել ճշմարիտ ապաշխարության մասին, բայց նա առաջվա պես լուռ մնաց։ Նա լսել էր այն հատարարությունը, որ մեծ հանցանք է կատարվել եւ պարզ լսել էր նույնիսկ դրա բնույթը, բայց նրա շուրթերը փակ էին։ Հետո սկսվեց հանդիսավոր հետաքննությունը, ինչպես դողաց նրա սիրտը սարսափից, երբ տեսավ, որ ցույց տրվեց իր ցեղը, իր տոհմը եւ իր տունը։ Բայց երի նա չխոստովանեց, մինչև որ Աստծո մատը ցույց տվեց նրան, այն ժամանակ, երբ արդեն անհնար էր ծածկել մեղքը, նա պատմեց ճշմարտությունը։ Որքան հաճախ են նման խոստովանություններ արվում։ Մեծ է տարբերությունը ապացուցված փաստերն ընդունելու եւ այն մեղքերը խոստովանելու միջեւ, որոնք հայտնի են միայն մեզ եւ Աստծուն։ Այսինքն մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը մինչև դրանք ի հայտ գալը։ Այստեղ Ամերիկայում եւ միգուցե մյուս երկրներում էլ, երբ որ պետք է դատը լինի եւ ապացուցվի դատի ժամանակ, որ այս մարդը իրոք այդ հանցանքը արել է, իրենք դատից առաջ խոսում են հանցագործի հետ եւ ասում են, այ, եթե դու խոստովանես եւ համաձայնես քո այսինքն որ դու ես արել, միգուցե եւ քո պատիժը մեղմվի եւ այսքան ժամանակ էլ չեն կորցնի, դատ չեն անի։ Եվ ժամանակ չեն կորցնի ապացուցելու եւ երբ որ մարդը դա անում է, ինչ որ առավելություններ է ունենում, այսինքն կարող ավելի քիչ դատեն եւ այլն եւ այլն։ Եվ մենք գիտենք, որ արդարադատության մեջ ասում է, եթե մեղքը գնում է խոստովանում ես, մեղմացվում է պատիժը։ Մենք չգիտենք, թե ինչ կլիներ աքարի հետ, եթե հենց սկզբից ինքը խոստովաներ, եթե ինքը իրոք ապաշխարեր, բայց իր սրտում ցավ չկար, որ իր պատճառով այսպիսի ողբերգություն տեղի ունեցավ, խայտարակություն Աստծո անունով խայտարակվեց։ Ոչ, իր պետքը չէր, որտեղ ինքը սորել էր մի բանի, ինչ որ ուզում էր, վերցներ։ Եվ այսօր շատ մարդիկ այդպիսին են։ Եվ դա համարում են ուժ, ոչ, դա թուլություն է։ Երբ որ մարդը չի կարողանում կառավարել իր ցանկությունները, դա թուլություն է, ոչ թե ուժ։ Աքարն այդպես էլ չէր խոստովանել, եթե հույս չունենար այդպիսով ազատվել իր հանցանքի հետևանքներից։ Նրա խոստովանությունը սակայն ցույց տվեց միայն, որ պատիժն արդարացի է։ Նրանում ոչ այն կեղծապաշխարում կար մեղքի համար, ոչ ծխչում, ոչ նպատակի փոփոխություն եւ ոչ էլ նողկանք դեպի չարը։ Ոչ էլ իր ընտանիքի անդամների մեջ կար դա։ Այսինքն ապաշխարության մի մասը ինչն է, երբ որ մարդը նողկանք է զգում մեղքի հանդեպ, բայց այս մարդը չի ասում, գեղեցիկ շորեր, ուզում է արդարան ասում, մի քան գեղեցիկ է։ Դու այնքան գեղեցիկ շորեր ունես, հենց այդ պիտի վերցնեիր, այսինքն շատ զգուշ լինենք։
որտեղ նյութապաշտությունը, ագահությունը մարդուն հասցնում է հոգևոր կուրության։ Մարդը սկսում է абսուրդ ձևով ապրել եւ абսուրդ ձևով մտածել։ Եվ դրա համար այսքան չարիք այսօր մեր մեջ, որտեղ ագահությունը սարսափելի ձևով աճել է։ Նյութապաշտությունը սարսափելի ձևով աճել է, որտեղ ամբողջորեն են ասում. լիքը նյութ ունեցի, երջանիկ կլինես, ոչ։ Ինչքան շատ նյութ ունեցար, այնքան շատ գլխացավանք կունենաս։ Այնքան շատ պրոբլեմ կունենաս, հոգևոր պրոբլեմ։ Կան մարդիկ, որ այնքան բարձր իրենց մասին, այնքան բարձր կարծիք են, որ իրանք միայն թանկանոց շոր պիտի աղնեն։ Բրանդ, բրենդային հայերեն։ Միայն բրենդային ավտոմեքենա պիտի քշեն, լավ տան մեջ պիտի ապրեն եւ այլն եւ այլն։ Եվ բացարձակ չեն ուզում եւ դա համարում են առավելություն, մինչդեռ դա իրենց հոգեվոր սնանկության մասն է խոսում, որտեղ դու կարող ես շատ գեղեցիկ հագուստ գնել, նորմալ հագուստ, քո մերկությունը ծածկելու համար, այլ ոչ թե բացելու համար, որտեղ շատ անգամ մենք տեսնում ենք այսօրվա շորերը մերկությունը բացում են, ոչ թե ծածկում են։ Շատ նորմալ գներով կարաս առնես եւ որոշ փողել հետ գցես, որպեսզի կարիքի մեջ գտնվողին օգնես, ով ընդհանրապես հագուստ չունի կամ հաց չունի ուտելու։ Նույնը վերաբերվում է ուտելուն։ Պետք է սահմանափակել ախորժակը, որտեղ դա օգտակար է եւ մեր առողջության համար, եւ օգտակար է ուրիշներին օգնելու համար, ովքեր չունեն իրենց առօրյա հացը կամ հագուստը։ Այսինքն քո ցանկությունների վրա իշխել ու սահմանափակելը քո ցանկությունները դա բերում է թե հոգևոր, թե ֆիզիկական առողջություն։ Հիշենք սա։ Եվ պետք է դա անպայման սովորել։ Այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին չեն սովորեցնում դա, իրանք շատ վատ է վերաբերվում երեխային։ Նորից հիշենք, որ Աստված ասում է, ես խրատում, դաստիարակում եմ նրան, որ սիրում եմ։ Ուրեմն այդ մարդիկ չեն սիրում իրենց երեխին։ Եվ վերջ։ Ուղղակի մեծ ես ունեն իմ երեխեն, եթե ուզեց, պիտի անի, այսինքն շատ սխալ դաստիարակություն։ Եվ եթե մի ազգի մեջ մանավանդ տղամարդիկ եւ նաեւ կանայք նման դաստիարակություն են ստանում իրենց մանկության ժամանակ, ուշ թե վաղ, այդ ազգը շատ դժվար վիճակում է հայտնվելու, շատ դժվար։ Թող շնորհակալ ենք Աստծուց այս կարևոր դասերի համար, բայց ամենակարևորը նա է, որ մենք սա իրագործենք մեր կյանքում, սկսենք աշխատել մեր սխալների վրա, մոտենանք Աստծուն, խնդրենք Աստծուն, որ իր ծրագրերով շարժվենք մեր կյանքում, որ սովորենք սահմանափակել մեր ցանկությունները, որ սովորենք բավարարվել քչով։ Թող Աստված օրհնի մեզ դրա մեջ, թող Աստված օգնի մեզ այս շաբաթվա գալի բոլորին, որ մենք իր անվանը փառք բերենք, այլ ոչ թե խայտառակություն մեր վարվելակերպի միջոցով։ Եվ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ